2 ամիս առաջ զանգել են բանկից, թա պետք է դուք այդ փողը վճարեք։ 2022-ին հավաստագրով ձեռք բերած տան գումարն են պահանջում տիկին Արինայից։ Հակառակ դեպքում հադրութից բռնի տեղահանված կինը, որ 44-օրյա պատերազմում կրտսեր որդուն է կորցրել, պետք է ազատի բնակարանում։ Բանկն այն կարող է առգրավվել։ Ասեցին սպասեք, միջու մայիսի 5-ը, հետո մայիսի 5-ը ասեցին միջու հունիսի 1-ը։ Մենք հիմա ասում ենք պետք է վճարեք։ Ոչ մեկը չի օգնում մեզ։ Չգիտեմ մենք ինչ անենք, հիմա ում դուր ծեծեք, ասեք մեզ օգնեցիք։ Վերջին 2 ամսվա ընթացքում շատ դռներ են ծեծել զոհված զինծառայողների ընտանիքները։ Բազմաթիվ քննարկումներ են եղել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ։ Ակնկալել են, որ կհասկանան, կմիջամտեն, բայց առայժմ խնդրի լուծում չկա։ Պայմանագրում որևէ կետ չկա նշված Հայաստանի Հանրապետության մասին, բայց ինչպես գիտենք, մի շարք պարտավորություններ Հայաստանի Հանրապետությունը վերցրել է իր վրա, մի շարք պարտքեր, այսպես ասված, ջրվել են, ներվել են եւ կարծում եմ այս խնդիրը եւս պետք է նրանց ուշադրության կենտրոնում լինի։ Մինչև 2023 թվականի նոյեմբերն Արցախի կառավարությունը սպասարկել է սերտիֆիկատների վարկերը, ասում է Արմեն Մանգասարյանը։ Այդ հավաստագրերով նախատեսված էր հիպոթեկային վարկի մայր գումարի կանխավճարի տրամադրումը 10%-ի չափով եւ հետագայում մայր գումարների եւ տոկոսագումարների վճարումը։ Արցախի հայաթափումից հետո ծանր կացության մեջ է հայտնվել 83 զոհված զինծառայողի ընտանիք։ Նրանք 2020-ին տեղահանված այն ընտանիքներն են, որոնց հարազատները հուղարկավորվել են Եռաբոլորում։ Սուսաննայի ամուսինը նրանցից մեկն է։ 10 տարեկան որդին առողջական խնդիրներ ունի։ Աշխատանքի գնալ չի կարող։ Վարձով ապրելու կամ վարկ մարելու եկամուտ էլ չունեն։ Երեխան արդեն մի տարի չի քայլում։ Ես էլ չեմ կարող իրեն մենակ թողնեմ, գնամ աշխատեմ։ Հայրենիքի համար ամենաթանկը կորցրած ընտանիքներին օգնության ձեռք չեն մեկնում հայրենիքում, սրտնեղում է զոհվածի այրին։ Արմանչոյին հայրը он был героем ու զոհվել է հանուն հայրենիքի, որ ասոր իրեն երեխեն ապրե, բայց դառնում է այն, որ զրկում են մեզ տուն, տեղ, ընդհանրապես բոմժ դառնանք։ Հավաստագրով նախատեսված գումարները բնակարանի գնման համար բավարար չէին, հիշեցնում է Արմեն Մանգասարյանը։ Մարդիկ անձնական միջոցներ են ներդրել, որ գոնե 1 կամ 2 սենյականոց բնակարան ձեռք բերեն։ Բացի սուբսիդավորվող գումարներից նաև սեփական միջոցներն են ավելացրել, 1000+ հիմնադրամի տրամադրված գումարներն են ավելացրել եւ այս բանի եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը չշարունակի սուբսիդավորումը, իրականում նրանք եւ կմնան առանց բնակարան եւ կկորցնեն այն գումարը, որը իրենք ավելացրել էին։ 2 ամիս է, անորոշությունը չի լքում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Բազմաթիվ հարցեր ունեն, որ շարունակում են անպատասխան մնալ։ Այդ ընտանիքները ուղղակի չեն կարողանալու վճարել, չեն վճարելու, որովհետև դա ոչ թե քմահաճույք է, այլ անհնարինություն։ Այդ ծրագրով համապատասխան մենք վարպունակություն չենք գնահատել, որովհետև այդ գումարը ամբողջությամբ պետք է վճարվեր սուբսիդավորվեր կառավարության կողմից եւ այդ ընտանիքները իրոք լուրջ խնդիրների առջև կհայտնվեն։ 200,000 ամեն ամիս պետք է մենք վճարենք։ Ոնց է վճարեք, որտեղից մենք վճարեք, ես չեմ հասկանում։ Ասեցի, ես տունը գոնե հիշատակ կմնա իմ երեխուց։ Եթե ասում եմ փողը պետք է վճարեք, ես որտեղից վճարեմ։ Չի կորցնում հույսը տիկին Արինան, որ իր կյանքում ամեն ինչ է կորցրել։ 90-ականների պատերազմում ամուսնուն, 2020-ին կրտսեր որդուն։ Հիմա մի տուն ունի Երևանում, որն ասում են դեռ քոնը չէ, պիտի վճարես։